ընթացիկ քննարկմանը հարց համար 31 Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցում միջոցառման շրջանակներում ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ հարցը։ Նախորդ հարցը դրել էի քվեարկության։ Հիմա զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, խոսքը վերաբերվում է 2026 թվականի պետական բյուջեից վերաբաշխում անելու եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության հաջողությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցում միջոցառմանը 650 միլիոն դրամ ֆինանսավորում հատկացնելու մասին, որից զգալի մասը շուրջ 468 միլիոն դրամը կվճարվի կապալառուին որպես հետավարտական երաշխիքի բացթողում, 117 միլիարդ դրամը կվճարվի որպես խորհրդատուի ծառայության դիմաց վճարվող գումար։ Պիտի ասեմ, որ շինարարությունը պարոն վարչապետ, ինչպես նախորդիվ առիթ ունեցել ենք ձեզ ներկայացնելու, այդ թվում նաև ջրամբար կատարած այցի շրջանակներում ավարտվել է 30 միլիոն ծավալ տարողությունից 12.5 միլիոն խորանարդ մետր հսպային ջրալցվել է, փորձարկել ենք եւ ջրալցման եւ ջրաթափման համակարգերը, նաեւ վթարային ջրաթափման համակարգը, սա ընթացիկ կարգով նախատեսված վճարում է եւ ոչինչ դրանից ավել։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, Վեդու ջրամբարի շինարարությունը ավարտվել է, ինչի առիթով ուզում եմ մեզ բոլորի շնորհավորել, ինչու, որովհետեւ այս մասշտաբի ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագիծ մենք Երրորդ հանրապետության պատմության մեջ իրականացնում ենք առաջին անգամ։ Եվ պետք է արձանագրել հետևյալը, որ երբ որ մենք ասում ենք ջրամբարի շինարարությունը ավարտված է, այստեղ էլ հասկացությունների մեջ մենք պետքա ճշգրտում անենք, որովհետև սովորաբար նման մասշտաբի կառույցները իրենք այնպես չի, որ երբ որ էքսկավատորները եւ տրակտորները տարածքից դուրս են գալիս եւ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Հիմա օրինակ տեղի է ունենում ջրալցման աշխատանքներ, բայց ջրալցումը տեղի է ունենում ինժեներական ամենօրյա սպասարկմամբ։ Եվ այսինքն ինժեներները ուղեկցում են այդ ջուրը բարձանում է, ստուգում են ամբարտակի վիճակը, ինչա տեղի ունենում եւ այլն եւ բազմաթիվ պարամետրեր, ընդ որում պիտի ասեմ, որ այց ենք կատարել եւ խորհրդակցություն ենք ունեցել Վեդի ջրամբարում եւ պիտի արձանագրեմ, որ տպավորված եմ այդ կառույցից, էդ էլ արձանագրենք պարոն Խաչատրյան, թե ինչ դժվարություններով է կառուցվել, որովհետև ես հիշում եմ, այս ընթացքում մի քանի որոշումներ են կայացրել, ըստ էության մի քանի անգամ եղել է նախագիծը ձախողման եզրին, շատ բարդ որոշումներ են կայացրել եւ այլն եւ այդպես շարունակ, բայց սրանից էլ մենք պետք է առերեսվենք, որ այո, Հայաստանում ջրամբարներ են կառուցվել ժամանակին, շատ մեծ, շատ բարդ ջրամբարներ են կառուցվել, բայց ցանկացած գիտելիք եւ հմտություն, որը չի օգտագործում, ինքը մոռացվում է, այս մեկ։ Եվ երկրորդն էլ այն 5 գիտելիքը այն ժամանակվա մոռացվում է, տեխնոլոգիան էլ առաջ է գալիս, առաջ է գնում, եւ որ դու այս X կետի սկսում ես վերադառնալ, թարմացնել քո ունեցած գիտելիքը, նույնիսկ 100%-ով թարմացնում ես, տեսնում ես արդեն այդ գիտելիքը հնացած է, պետք է սովորել նոր բան, եւ այս ջրամբարը կառուցվել է բոլորովին նոր տեխնոլոգիայով, այդպիսի ամբարտակ Հայաստանի Հանրապետությունում պարզապես գոյություն չունի։ Եվ հիմա ջրալցման աշխատանքները պլանով ըստ էության գնում են եւ մյուս տարի մենք կարողանանք արդեն ոռոգման ջուր բաց թողել թե 28 թվին։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ինչպես դուք նշեցիք եւ պարոն նախարարը նշեց, 12.5 միլիոն խորանարդ մետր ջուր արդեն լցված է, ընդ որում այս օրերին նորից մեր քաղաքացիների համար եմ ուզում պարզաբանել, որ չի լցվում ոչ թե այն պատճառով, որ չի կարող լցվել, այլ այն պատճառով, որ ոռոգման շատ ինտենսիվ շրջան է եւ բոլոր այն ջրերը, որոնք կարող էին լցվել ջրամբար, հիմա ուղղվում են դեպի ոռոգելի հողատարածություններ։ Այսինքն մենք հաշվի առնելով ամռան ոռոգման կարիքները, դադարեցրել ենք գործնական ջրամբարի հետագա լցնելը եւ այդ ջուրը օգտագործում ենք ոռոգման նպատակով։ Եվ այս տարին, քանի որ ջրառատ տարի էր, մենք հասել ենք 12.5 միլիոն խորանարդ մետրի, իդեպ այդպես էլ նախատեսված էր, ինչպես դուք նաև ասացիք, որ պետք է փուլային լցնելով, ստուգելով, հետո շարունակելով գնանք առաջ, պետք է նշեմ նաև, որ ֆրանսիական ինժեներական կազմակերպությունը, որ եւ կառուցման ընթացքում եւ մինչեւ
ջրամբարը լրիվ լծվածության հասնելը պետք է շարունակի այնտեղ մեր կողքին լինել եւ հետեւել բոլոր տեխնոլոգիական եւ ինժեներական ցուցանիշների պահպանմանը, տվել է իր համաձայնությունը հերթական, որ շարունակի ջրամբարը լցվել մինչեւ 20 միլիոն խորանարդ մետրը, նույնիսկ հաջորդ ստուգումը լինելու է 20 միլիոն խորանարդ մետրի նիշի վրա, որը արդեն տեղի կունենա 2027 թվականի ընթացքում, եւ եթե 2027 թվականը լինի ջրով այնպես առատ տարի, ինչպես 2026-ն է եղել, ապա մենք ակնկալում ենք, որ 2027 թվականի ավարտին ջրամբարը կհասնի լրիվ լցվածության 30 միլիոն խորանարդ մետր ծավալին։ Այնտեղ գործնականում մենք բոլոր պարոն նախարարը արդեն նշեց, որ աշխատանքները ավարտել ենք, պարոն վարչապետ, 2 կտոր բկավոր նախատեսված չէին, այն աուտավայր գնացող ճանապարհի տեղափոխումը, որ պետք է բարձրացվի հիմա վերև դա մենք զուգահեռաբար արդեն նախագծում ենք այս տարվա աշնանը կապահովենք, այսինքն որևէ կերպ չենք խոչընդոտի նաև բնակիչների համար իրենց բնական միջավայրը օգտագործելու հարցերը եւ մենք կունենանք առաջին անգամ վերջին տարիներին կառուցված 30 միլիոն խորանարդ մետր ջրով լցված ջրամբար եկող տարվա ավարտին հույսում եմ։ Հիմա պարոն Խաչատրյան, պարոն Խուդացյան, ես ուզում եմ կիսվել ձեզ հետ այն ինչ ես մտածում էի Վեդու ջրամբար կատարած այցից հետո։ Եվ այս ընթացքում մտածել եմ եւ իհարկե հարմար առիթով սպասում էի, որ բարձրաձայնեմ։ Երբ որ Վեդու ջրամբարի այց եղավ, գնացինք այդ ամեն ինչ տեսանք, ես երբ որ վերադառնում էի, մեքենայի մեջ հիշեցի, որ օրինակ շատ եմ հանդիպել եւ մեծ հետաքրքրությամբ դիտել եմ, օրինակ վավերագրական ֆիլմեր տարբեր երկրներում տարբեր ինժեներական կառույցների մասին, այդ թվում ջրամբարների մասին, ոնց է կառուցվել, ինչ է, ոնց է նախագծվել, ինչ փուլեր է անցել եւ այլն եւ այլն, եւ ընդ որում շատ որակյալ ալիքներ կան, որոնք հենց բան են մասնագիտացած են այս կարգի ֆիլմեր նկար։ Ես որ վերադառնում եմ, ասում եմ, իսկ ինչի մեր մոտ այդ կուլտուրան չկա։ Կառավարությունը ծրագիր է իրականացրել, ինչքան ենք ծախսել։ Մի մեծ գումար, չէ՞։ 90 միլիոն եվրո ծախսել ենք, կարանք մի փոքր էլ ծախսենք այդ կառույցի մասին, մի հատ ֆիլմ նկարվի վավերագրական, որը նախ հանրային հաշվետվություն կլինի եւ շարունակությունն էլ կլինի եւ նաեւ ի վերջո գրադարանա, չէ, ժառանգության մասին։ Հետո հյուսիս-հարավի հատվածը կառուցվել է, ինչի չենք կարող, ինչքան ենք ծախսել, էլի մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսել ենք, կարանք մի փոքր է ծախսենք, մի հատ վավերագրական ֆիլմ նկարենք։ Հիմա նայում եմ, բանում մենք Գնդեված գյուղում, հա, եկեղեցու Իտալիայից մասնագետներ են կամ Եվրոպայից հրավիրել, որմնանկարներ ենք վերականգնում, չէ, միլիոնավոր դոլարներ ենք ծախսում, կարանք մի քիչ գումար ծախսենք, այդ process-ը կարճ պրոֆեսիոնալ վավերագրական ֆիլմ դարձնենք եւ այլն, մեր նախագծը 300 դպրոց ծրագրի մասին կարող ենք ասենք միլիարդներ ենք ծախսում, տասնյակ, հարյուրավոր միլիարդներ ենք ծախսում։ Կարանք մի քիչ ծախսենք, մի հատ վավերագրական ֆիլմ էլ այդ պրոյեկտի մասին, 500 մանկապարտեզ ծրագրի մասին, կարող ենք մի հատ առողջության ապահովագրության մասին եւ սա ընդ որում էլ եմ ասում, նախ հանրային հաշվետվողականությունն է, երկրորդը արձանագրում է ինչ որ բանի։ Այսօր տենց մի բան կա, չէ, որ հնագետները սիրում են ասել, ասում են, որ հին աշխարհում գոյություն են ունեցել բազմաթիվ պետություններ, թագավորություններ, որոնք տարբեր, ընդ որում, բայց փաստ չի, որ մենք այսօր գիտենք ամենակարևորների մասին։ Մենք գիտենք նրանց մասին, ովքեր հարկ են համարել արձանագրել այն ինչ որ իրանց հետ տեղի է ունեցել կամ այն ինչ որ արել են կամ այն ինչ որ ուզեցել են անեն։ Սա պետության շատ կարևոր կուլտուրա է, երբ որ պետությունը ինքը իր հետքը նաև թողում է, ինքը իր պատմությունը թողում է։ Որտեւ այսօր մենք շատ լավ է, ես շատ կողմ եմ։ Այսօր երբ որ մենք բան ենք անում, հեռուստացույցը միացնում ենք, ուզում ենք ինչ որ 30, 40, 50, 60, 65, 67, 70, 71 բովանդակությունը մեր
Ոնց որ մենք այսօր իրականություն չունենք։ Մենք ունենք մոտիկ եւ հեռու անցյալ։ Ապագայի մասին ընդհանրապես խոսք չկա, դե ներկանել Facebook-ը նայես, briefing բան նայես կհասկանաս, որտեղ вообще հույս չկա։ Հետևաբար բանը շորն ու շորշոր ֆիլմի երազելի ժամանակները, որոնք բնականաբար այլևս հետ չենք բերի։ Դա դրանից է։ Մենք բովանդակություն չենք ստեղծում։ Մարդիկ, հա, ասում ենք վեդի գնացինք մի հատ լուրերով գնաց, ով է գնալու վեդի ջրամբար, ներկանից ով է տեսել վեդի ջրամբարը։ 10%, 20, լավ 30%-ը։ Հա, ինչի չեն կարող սահմանազատման գործընթացի մասին վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչի չեն կարող բանի օգոստոսի 8-ի տարեդարձնա։ Ինչի չեն կարող վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչ ա եղել, ոնց ա եղել։ Գուցե ինչի սպասենք, որ արխիվներից 50 տարի հետո մենք այսօրվա չենք կարող ինչ որ բան, ինչ որ հնարավոր է անել։ Ինչի չենք անում սա։ Ինչի չենք անում սա։ Եվ էսա պատճառը, որ մենք զնայում ենք, մեզ թվում է, թե մենակ անցյալ ունենք իր բոլոր բարդություններով, ապագա ընդհանրապես չկա, ներկան է դե այն չի էլի։ Իսկ այն է ներկան։ Այ երբ որ կլինի միտեղ, որ կպարզվի, որ մենք վեդի ջրամբար ենք կառուցել Հյուսիս հարավ ասում ենք, լավ, Շիրակի մարզի կամ բնակիչները կամ ովքեր ճամփորդում են առիթ ունեն։ Հայաստանի բնակչության 70%-ը կյանքում գոնե միջև այս պահը կամ առաջիկայում կարող է առիթ չունենա Հյուսիսարավի այդ հատվածով երթևեկել։ Հիմա հաջորդը Ագարակ քաջարանն ենք բացելու։ Հայաստանի բնակչության 70%-ը Ագարակ քաջարանով երթևեկելու առիթ կունենա, չի ունենա, չգիտեմ, կունենա թե չի ունենա։ Մենք սա պարտավոր ենք անել։ Սա պարտավոր ենք անել։ Եվ ես հիմա նայում եմ հերթով կառավարությանը նայելով մենք կարանք եւ էլ եմ ասում պետք չի խնդիրներ դնել, որ ասենք ենթադրենք 3 ժամանոց բաներ պետք է նկարենք, որ վերջում Օսկար ստանա։ Կարճ պետքա, բայց ժանրն է շատ կարեւոր։ Փաստա վավերագրական ֆիլմի ժանրն է։ Եվ պետքա անպայման այդ անենք։ Եվ ես հիմա խնդիր եմ դնում, որ անպայման այդ անենք։ Ունենանք այն ինչ որ թվարկեցի Վեդի ջրամբար 300 դպրոց ավարտում ենք, չէ, 300 դպրոց այս տարի 500 մանկապարտեզը սկսում ենք հաջորդը, առողջության ապահովագրության համակարգը, հյուսիս-հարավը եւ օգոստոսի 8-ը, սահմանազատումը, բանակցությունների ավարտը խաղաղության համաձայն եւ էլի որ հիմա համոզված եմ որ այս փորձենք տողեր լրացնել, տասնյակ տողեր լրացնենք, բայց չեմ ասում այդ բոլորը նայենք ամենառելևանտները պետք է անպայման զբաղվել դրանով։ Համեցեք։ Պարոն Վարչապետ, շնորհակալություն, մենք արդեն նախաձեռնել ենք EPC-ին կարող վավերագրական մենք նախաձեռնել ենք վավերագրական ֆիլմ ենք նկարում կոպի նախապատրաստական եւ ընդհանուր բանակցությունների այդ երկու շաբաթյա ընթացքի հետ կապված նաև պայմանավորվածություն ունենք միջազգային հեռուստաընկերություններից մեկի հետ կապված որպես Հայաստանի այցեկարտ այդ վավերագրական ֆիլմը ցույց տալու եւ հետագա միջոցառումներին ես կարծում եմ մեզ հենց ցույց տանք մենք Հայաստանի եւ իհարկե որպես միջազգային այցեկարտ մենք ինչ ենք ասում ենք դե աշխարհում պետք է այցեկարտ ունենանք որ աշխարհը մեզ Ջորջը մենք մեզ չենք ճանաչում Մենք մեզ չենք, եկեք հələ մենք մեզ ճանաչենք, հետո փորձենք մենք մեզ ոչ չենք ճանաչում, մենք ո՞նց ենք աշխարհին ներկայանալու։ Մենք մեզ չենք ճանաչում։ Մեր ոչ շատ քիչ ենք ճանաչում, շատ քիչ ենք ճանաչում։ Որտեվ ով է, տեսեք առաջին ձեր ռեակցիան ինչ էր միջազգայինով։ Իսկ մենք բանով կգնանք, կմիացնենք մեր հեռուստատեսությունները եւ կտեսնենք 60-ական թվականների մի հատ շատ լավ, էլի այո, բառից բուն իմաստով շատ լավ, բայց հասկացանք մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 4 անգամ, 10, 20, 50, 35 տարի է նույն օրը միացնում ես այդ նույն բաները ցույց են տալիս։ Նույն երգերը, նույն հոլովակները, նույն ֆիլմերը, նույն բանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Որ էլի լավ է, ինքը էլի պետքա ցույց տասի, բայց ուրիշ բան չկա։ Ուրիշ բան չկա։ Ու այդ բովանդակության
բովանդակությունը ունի մի շատ կարևոր առանցք եւ հենասյուն։ Դա պետականության բացակայությունն է։ Այդ ֆիլմերը ամենակարևորը մի բանի մասին են, որ առավոտից իրիկու պետական մասնավոր ոչ մեկ հարց չի տալիս։ Այդ ֆիլմերը ունեն մի կարևոր առանձնահատկություն։ Դա պետության բացակայությունն է։ Այդ բոլոր ֆիլմերը պետության բացակայության եւ պետության բացակայության երջանկության մասին են։ Թե ինչ երջանիկ մանա պետություն չունենալը։ Ինչ երջանիկ մանա անկախություն չունենալը։ Հույակապ դրախտ։ Եվ մենք առավոտից 35 տարի է անկախությունը հռչակել ենք, 35 տարի է մենք այլընտրանքային բովանդակությունը դրա չենք ստեղծել։ Եվ մենք այսօր առավոտից պետական միջոցներով սնվող այդ թվում լրատվամիջոցները քարոզում են 24 ժամ, թե ինչ երջանկություն է պետություն չունենալը։ Չկա ավելի մեծ երջանկություն, անկախություն չունենալը, ավելի մեծ երջանկություն չկա, դրախտ է ուղղակի, պետություն չունենալը։ Ոստեղից է սկսվում են մնացած process-ները, որի հետ մենք այսօր առերեսվում ենք։ Եվ այս խնդիրը դնում ենք մենք արդեն մենք վերջին 35 տարում, ել չեմ ասում վերջին 8 տարում, մենք ունենք պոզիտիվ բովանդակություն, որը կարող ենք դարձնել հաղորդակցության նյութ եւ առարկա։ Առաջարկում եմ մտածենք այս մասին։ Շնորհակալություն պարոն վարչապետ, քանի որ ջրամբարների մասին խոսեցինք, ես կուզեի առիթը օգտագործել նաև զեկուցել, թե մենք ինչ ընթացք ունենք մյուս ջրամբարների ուղղությամբ։ Մենք շատ ենք խոսել այն մասին, վերջերս էլ հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկեցինք ջրամբարներին վերաբերող հարցեր եւ մի քանիսը հաստատել եւ ըստ էության մեկնարկել ենք դրանց իրականացման աշխատանքները։ 3 ջրամբարներ ունենք, որոնք են Խասախի, Լիճքի եւ Ելփինի ջրամբարները, որոնց համար նախագծերը պատրաստ են, դիմել ենք ֆինանսավորող կազմակերպության ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու եւ մինչեւ այս տարեվերջ պետք է սկսենք դրանց կառուցումը, կհայտարարենք մրցույթ կառուցող կազմակերպություն ընտրելու համար։ Սրանք իհարկե Վեդու ջրամբարի նման մեծ ջրամբարներ չեն, Վեդին մեզ համար 30 միլիոն խորանարդ մետրանոց է եղել, Քասախինը կլինի 10 միլիոն խորանարդ մետր, Լիճքինը կլինի 4 միլիոն խորանարդ մետր, որը Սյունիքի մարզում Լիճքն է, եւ Ելփինը, այո, եւ Ելփինինը կլինի 1 միլիոն խորանարդ մետր։ Այս նույն համագործակցության շրջանակում վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ունենք համաձայնեցված եւս 2 կառույց, դրանք Արթիկի 1.5 միլիոն խորանարդ մետրանոց եւ նաեւ Աստղաձորի արդեն Գեղարքունիքի մարզում եւս 1.5 միլիոն խորանարդ մետրանոց ջրամբարներն են, որոնց նախագծման ուղղությամբ տեխնիկատնտեսական հիմնավորումների տեսանկյունից աշխատանքները նույնպես բավականաչափ ավարտված աստիճանի են, ուղղակի մենք որոշել ենք, որ երկփուլ իրականացման պետք է գնանք։ Եվս այս պահին մեկը կա ավարտված, որը Մաստարայի ջրամբարն է, ֆինանսավորող կազմակերպություններից մեկի հետ համաձայնեցնում է դրա իրականացման ընթացքը։ Ունենք նաև 12 ջրամբարներ, որոնց ուղղությամբ իրականացում են աշխատանքներ, շուտով նորից փուլերով կունենանք դրանց վերաբերյալ եզրակացությունները հերթական, կգանք ներդրումային կոմիտե եւ կգնանք դրանց իրականացման ուղով։ Շատ լավ։ Շատ լավ, վերադառնալով հարց համար 31-ին առաջարկում եմ այն քվեարկության դնել, ովքեր են դեմ որոշման հաստատմանը, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 27-ը, Վարչաֆեստ